արևային կայաններ իրենց հզորությամբ եռակի անգամ ավել են մեր ատոմակայանից։ Փաշինյանի այս հայտարարությունը գերմանական Համբուրգում զարմացրել ու զայրացրել է շատ էներգետիկ փորձագետների։ Դա ավելի շուտ միֆ է, քան թե իրականություն։ Արդյոք Հայաստանը գնում է ատոմային էներգիան արևային էներգիայով փոխարինելու ճանապարհով, քիչ-քիչ նվազեցնելով հայկական ատոմակայանի նշանակությունը։ Արևային կայանները չեն կարող փոխարինել ատոմակայանները, որտեղ ատոմակայանը շատ կայուն է էլեկտրոէներգիա արտադրության համար։ 5 տարում արևային էներգիայի միջոցով հոսանքի 45% ապահովելու նպատակ դրած Եվրոպան առաջարկում է օգնել Կենտրոնական Ասիային ու Հարավային Կովկասին զարգացնելու էլեկտրացանցը։ Դեկտեմբերի սկզբին Միրզոյանի Բրյուսելում եղած օրերին, երբ պետք է ստորագրվեր Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր օրակարգի փաստաթուղթը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանը քիչ կախված լինի ռուսական էներգիայից։ Էլեկտրոէներգիայի առումով Հայաստանը Ռուսաստանից կախվածություն չունի ուղղակիորեն, որտեղ մենք այնտեղից էլեկտրոէներգիա չենք ներմուծում։ Մեր էլեկտրոէներգիան ձևավորվում է հիմնականում ատոմակայանում։ Ռուսական գազից հրաժարված Եվրոպան Հայաստանին առաջարկում է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, որ ինքը Տաշքենտում ստորագրել է 500 միլիոն եվրոյանոց այդ ծրագիրը, որի նպատակը Հայաստանի էլեկտրացանցի միացումն է վրացականին ու նաև թուրքականին։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի զարգացման ուղղությամբ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Ըստ էներգետիկ փորձագետի խոսքը հավանաբար Հայաստան-Թուրքիա բարձրավոլտ համակարգի վերականգնման մասին է, որ խորհրդային տարիներին է գործել։ Ուզում են մեր կախվածությունը թուրքական էլեկտրոէներգիայից ուժեղացնել, ասենք թե հակաշրջերմակայանների, որոնք ռուսական գազով են աշխատում, կամ ատոմակայանի, որտեղ ատոմակայանն էլ ճիշտ է հայկական է, բայց այդ ուրանը հարստացած մենք ներմուծում ենք Ռուսաստան։ Այսինքն Եվրոպան Հայաստանին առաջարկում է կախվածություն Թուրքիայից դաշնությունից կախվածության փոխարեն, թեև վերջին դեպքում կախվածություն բառը խիստ անտեղի է համարում Անվելյանը, էներգետիկ համագործակցությունը կախվածություն չէ։ Եվրամիությանը պետք է Հայաստանին կտրել Ռուսաստանից եւ ինչ-որ կախվածության մեջ բերել Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Հայկական ու թուրքական էլեկտրացանցերի միացումը կարող է վտանգել հայկական ատոմակայանի ճակատագիրը։ Անկարան շարունակում է պայքարել Հարավային Կովկասի միակ ատոմակայանի փակման համար, պնդելով, թե իր սահմանից 16 կիլոմետր հեռու գտնվող ատոմային կայանի շահագործման ժամկետն ավարտվել է ու այն վտանգավոր է դարձել։ Ուրբաթ հակառակն են պնդել Մոսկվայում։ Ռոսատոմ կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Սպիտակի երկրաշարժից հետո կանգուն մնացած հայկական ատոմակայանը անվանել է Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծը։ Նա այդ մասին խոսել է Ատոմ թանգարանում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Դա մեր հպարտությունն է, Սովետական Միության լավագույն ատոմային ծրագիրն է, որը դեռ աշխատում է։ Փաշինյանը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ պատրաստվում են ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։ Այսօր մեր երկրում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրում է հայկական ատոմակայանը։ Եվրոպական շատ երկրներ վերադառնում են ատոմային էներգիային, հատկապես այս տարվա ապրիլին բլեքաութից հետո, երբ էներգահամակարգում խափանման պատճառով Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիայի հարավ-արևմուտքը օրեր շարունակ մնացել էին առանց հոսանքի։ Ֆրանսիան ընդհակառակ իր ատոմային կայաններն է ուժեղացնում այս պահին։ Ֆրանսիայից բացի Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Ֆինլանդիան ու Լեհաստանը եվրոպական այն ճամբարում են, որոնք զարգացնում են իրենց ատոմակայանները։ Հակառակ ճամբարում են Իտալիան, Իսպանիան, Բելգիան ու նաև Գերմանիան, որի կանցլերը Փաշինյանին խոստացել է օգնել հասնելու էներգետիկ անկախության։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։